ամենամեծ ֆրակցիա ունի Եվրոպարլամենտում։ Բայց դա կուսակցությունների եվրոպական կոալիցիա է։ Մեծ կոալիցիա, մեծ մասը կոալիցիայի մեջ մտած իշխանական ուժերեն, կուսակցություններն իրենց երկրներում։ Օրինակ այդ կոալիցիայի մեջ մտնում է Մակրոնի կուսակցությունը։ Մտնում է այդ կոալիցիայի մեջ մտնում է նոր կանցլերի Գերմանիայի այդ HDS-ը։ Հասկացար, չէ՞։ Այդ հզոր կոնգլոմերատ է։ Այսօր արեցին ֆանտաստիկ պրոհայկական հայտարարություն։ Ես ապշած եմ։ Ցեխը կողոցին Ադրբեջանը այդ հասկացանք, բայց այնտեղ հստակ ասված է, որ այս ինչ խոսակցություններ են, որ մենք հետաքրքրված չենք Հայաստանում, հենց հետաքրքրված ենք այդ ռեֆորմները Հայաստանի ողջունում ենք, հենց ամեն ինչ կանենք առաջ տանելու, այդ գիտես որ ուժերն են։ Բոլոր ուժերը, ովքեր եվրոպական երկրներում իշխող, գրեթե բոլորը իշխող ուժեր են։ Միտքս ինչու է։ Բայց այդ ստերը տարածում են։ Միտքս դրանում է, որ իրոք ուսումնասիրում է եւ Ռուսաստանը, ես Եվրոպան իրավիճակը ու իրենց մեսեջները ուղարկում են։ Ռուսաստանը փորձում է ապակող որոշի, մեզ չպետք է ապակող որոշենք։ Ապակող որոշել, եթե մենք խափնվենք, կկորցնենք էլի տարածքներ։ Քանի որ Ռուսաստանը լի է վճռականություն մեզ քանդել։